Ողջույն բոլորին, ձեզ հետ Գևորգն է եւ 10 օր 10 օր նույնիսկ ավել ես տեսանյութ չեմ հրապարակել, վերջին տեսանյութը, որ ես գցել եմ, եղել է Հայաստանի ազգային հավաքականի մասին, թե ինչպես մենք պարտվեցինք ու ինչներ խնդիրը, ինչ պետք է ուշադիր լինենք, ինչին ուշադիր չլինենք մի խոսքով։ Եվ դրանից հետո ես մոտավորապես 10 օր ոչինչ չհրապարակեցի, բայց կարծում եմ, որ այս անգամ խնդիրը իմ մեջ չի եղել, ոչ էլ իմ աշխատանքի խտության, այլ հանդիպումների քանակի ու գրաֆիկի խտություն։ Հանդիպումները մեկը մյուսի հետևից, ամեն 2 օրը մեկ, թիմերը խաղում էին հետաքրքիր հանդիպումներ, այնտեղ Իսպանիայի առաջնություն, Իսպանիայի գավաթ, Անգլիայի գավաթ, Անգլիայի առաջնություն, մի խոսքով Բունդեսլիգան էր գնում, շաբաթվա մեջտեղով գնաց, իտալական սերիան էր գնում, շատ բան եղավ։ Միակ հաստատուն բանը այն, որ Ֆրանսիայում էր, որ PSG-ն արդեն հռչակվեց չեմպիոն, որը խոսում է հերթական անգամ, որ ոչ մի ձև չի զարգացել ֆրանսիական ֆուտբոլը, այնտեղ դեռևս մրցակցություն չկա PSG-ին։ Մնացածը իրադարձություններով լի էր, այնպես որ մենք այսօր խոսելու ենք դրա մասին, քննարկելու ենք թիմերին, այսինքն ոչ թե ես քննարկելու եմ հանդիպումները, այլ քննարկելու եմ թիմերին անցկացրած հանդիպումներից հետո ինչ եմ ես կարծում տվյալ 2 կամ 3 խաղերից հետո X թիմի մասին։ Վառ Լիվերպուլ, Արսենալ, Սիթի ու մնացածը։ Խոսելու ենք դրանց մասին, այնպես որ ընկերս եթե քեզ դուր գա այս տեսանյութը, ուղղակի պետք է բաժանորդագրվես իմ YouTube-յան էջին, մենք հասնում ենք համարյա 4000 հետևորդի, շնորհակալություն եմ այտում բոլորին, ովքեր այս պահին ինձ հետ են, ովքեր ինձ հետ են եղել ամենասկզբից, այնպես որ ես գնահատում եմ յուրաքանչյուր քայլը ձեր կողմից եւ փորձում եմ տալ առավելագույնը նաեւ ձեզ։ Պետք է հետևես նաեւ իմ Telegram-յան ալիքին, որտեղ մենք գնալով շատանում ենք, գնալով այնտեղ եւս իմ լսարանը մեծանում է։ Այնտեղ ես ավելի ակտիվ եմ, քան YouTube-ում, այնտեղ ես պարբերաբար քննարկումներ եմ ունենում, պարբերաբար տարբեր գրառումներ եմ կատարում, մենք ունենք ադմինների chat, հա, ես, Los Blancos-ի էջը, The Blaugrana-ի էջը, Վահագը, մի խոսքով մի շարք մարդիկ ունենք chat եւ այնտեղ են քննարկում, լավ մտքերը նաեւ գնում են իմ Telegram-յան ալիք, մի խոսքով այնտեղ եւս շատ հետաքրքիր է ու այնտեղ եւս ես քեզ սպասում եմ։ Երևի թե այսքանը ինտրոյի համար, գնանք, տեսնենք ինչ է կատարվում 24-25 մրցաշրջանում, որովհետև դա մոտենում է ավարտին։ Ու եկեք սկսենք առաջնության առաջատարից, խոսքը գնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մասին։ Լիվերպուլը շատ ծանր մարտ ունենալուց հետո, որտեղ եթե չեք հիշում, հիշեցնեմ, որ նախ դուրս մնաց Չեմպիոնների լիգայից, 2 հանդիպումների արդյունքում զիջելով Paris Saint-Germain-ին Եվ դրանից հետո պարտվեց շատ տխուր ձևով պարտվեց Նյուքասլին Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում ու դրանից հետո չկա լիգայի գավաթ, չկա Չեմպիոնների լիգա, չկա Անգլիայի գավաթ, մնում է Պրեմիեր լիգան։ Պրեմիեր լիգա, որտեղ Լիվերպուլը ունի մեծ առավելություն Արսենալից։ Ու 2 հանդիպում անցկացրեց Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում այս ընթացքում Լիվերպուլը, մեկը մրցեց Էվերտոնի հետ սեփական հարկի տակ, մյուսը մրցեց Ֆուլհեմի հետ Craven Cottage-ում արտագնա հանդիպում էր դա Լիվերպուլի համար։ Լիվերպուլ-Էվերտոն, նախ Լիվերպուլ-Էվերտոնի մասին մի փոքր խոսեմ, հա, այն որ Լիվերպուլը չուներ այլ բան մտածելու քան հաղթանակը կոնկրետ Էվերտոնի հետ դիմակայությունում, կարծում եմ բոլորիս համար արդեն պարզ բան էր այդ ընթացքում, ինչու, որովհետև եթե հիշում ենք նախ ինտրիգը Goodison Park-ում, որը եթե չեմ սխալվում վերջին հանդիպումն էր Էվերտոնի համար տվյալ ստադիոնում, հա, հիմա կա Everton Stadium, նորն է կառուցել, ոչ այդքան հեռու Merseyside-ում կրկին ու Goodison Park-ը, չգիտեմ, եթե իհարկե հիմա արդեն չեն քանդել, ժամանակի ընթացքում կքանդեն։ Ու այդ խաղում 2-2 հաշվով ավարտվեց հանդիպումը, որտեղ մրցավարական սենց հետաքրքիր իրադարձություններ եղան, հետաքրքիր որոշումներ եղան, բայց դրա մասին չի խոսքը, իմ արդեն շատ հին հանդիպում է, որպեսզի դա քննարկենք։ 2-2 վերջում քաշքշուկ, որն դե դուկուրային գնում էր տոնելու Լիվերպուլի երկրպագուների մոտ, Կուրտիս Ջոնսը, մի խոսքով դրանից սկսվեց բանի թե Կուրտիս Ջոնսի, թե Արնե Սլոտի ու թե նրա օգնականի որակազրկումը ու եկավ այդ պահը, որ Լիվերպուլը պետք է խաղար Էվերտոնի հետ արդեն տնային խաղում, Լիվերպուլը կարակոտ էր, Էնֆիլդը կարակոտ էր, Լիվերպուլը արդյունքում հաղթեց 1-0 հաշվով
Ճիշտ է, առաջին խաղակեսում շատ բան Լիվերպուլի մոտ չէր ստացվում, ընդամենը 1 դիպուկ հարված էր կատարել Լիվերպուլը դարպասին, չնայած Էվերտոնը հավատացեք ավելի լավն էր, հա, եթե Լիվերպուլը ավելի շատ էր գրոհում, Լիվերպուլը ավելի վստահ էր, Լիվերպուլը գնում էր, միտված էր հարձակման, որպեսզի խփի գոլ, Էվերտոնը Դեյվիդ Մոյեսի Էվերտոնը, որը երբեք արտագնախաղում չի հաղթել Լիվերպուլին, հետաքրքիր մարտավարություն էր մտածել, միջին բլոկ, մեկնարկային պրեսինգը բացակայում էր, երբ որ արդեն ցածր բլոկով էր խաղում բանը Էվերտոնը խաղում էր 5-3-2 դասավորությամբ, բայց հակագրոհներն էին նրա հիմնական հաղթաթուղթը տվյալ խաղում ու ասեմ իմանաք, որ առաջին խաղակեսում հատկապես տվյալ մոտեցումը, տվյալ մտահղացումը աշխատում էր Դեյվիդ Մոյեսի թիմի մոտ, որովհետև նախ Բետուն դարձավ գոլի հեղինակ, բայց գրանցվեց խաղից դուրս վիճակ, դրանից հետո կրկին Բետուն դուրս եկավ մենմենակ, բայց այդ անգամ հարվածեց դարպասաձողին։ Ընդհանրապես Բետուի շատ դժվար խաղացին թե Կոնատեն, թե Վիրջիլ Վան Դեյկը, որովհետև եթե նայում ենք ֆիզիկական պատրաստվածությանը, ապա Բետուն ոչնչով, մեղմ ասած ոչնչով չի զիջում Վան Դեյկին եւ Կոնատեին ու Գվինեացին շատ կոշտ պայքար մղեց երկուսի դեմ ու շատ ժամանակներում հաղթող դուրս եկավ։ Երկրորդ խաղակեսում այդ ամենը վերացավ, որովհետև երկրորդ խաղակեսում Էվերտոնը մեկնարկում փորձում էր ինչ-որ հանդարտություն մտցնել, չստացվեց 57-րդ րոպեին Ժոտան դարձավ գոլի հեղինակ ու արդյունքում այդ ամենը դասավորվեց, Լիվերպուլը հաղթեց նվազագույն հաշվով 1-0 հաշվով։ Այդ խաղի ընթացքում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք մինչև հիմա իմ գլխի մեջ չեն տեղավորվում, վաբշե իմ գլխի մեջ չեն տեղավորվում ու բոլորը կապված են մրցավարի հետ։ Ես հիմա փորձեմ տեսնել, թե ով էր մրցավարը տվյալ խաղում ու արդեն որոշումներ կայացնենք։ Սայմոն Բերոտն էր գլխավոր մրցավարը, ես չհասկացա իրականում ինչի էր նման անփորձ մրցավար նշանակվել տուրի կենտրոնական խաղում իդեմս Լիվերպուլ Էվերտոնի պատմական առումով եւս շատ կարևոր հանդիպում է սա ու անփորձ Բերոտը 2 դրվագում առնվազն 2 դրվագում պետք է հեռացներ Էվերտոնի ֆուտբոլիստին խաղադաշտից նախ իհարկե անընդունելի սահանկումը Ջեյմս Տարկովսկիի կողմից, որտեղ նա քիչ էր մնում պոկեր ուղակի Ալեքսիս Մակալիստերի ոտքը, թե ինչպես այդտեղ վառը նույնիսկ խառնվեց, վառը ու եթե չեմ սխալվում վառում նստած էր Ստյուարտ Էթուելը, եթե Ստյուարտ Էթուելն էր ու ես հիմա տեսանյութից հետո կգնամ նորից կդիտեմ արդյոք դա այդպես էր թե չէ, եթե Ստյուարտ Էթուելն էր ուրեմն պարզ է ինչի հիման վրա, այսինքն եթե Դեյվիդ Քութի ժամանակ ամեն ինչ պարզ դարձավ, որ մրցավարների մոտ կա կողմնապահություն, ապա նույնը կարող ենք ասել Ստյուարտ Էթուելի մասին, որովհետև Ստյուարտ Էթուելը լեգենդար անձնավորություն է անգլիական ֆուտբոլում, որը չի սիրում Լիվերպուլ ֆուտբոլային ակումբը։ Ինչևէ, Ջեյմս Տարկովսկին պետք է հեռացվեր խաղադաշտից, քանի որ բաց ոտքով գնաց Մակալիստերի վրա, նույնիսկ ասենք Իկրայիներ չէր էլի հարվածը, վերին մկանային համակարգին էր հարվածը, որը կարող էր շատ լուրջ հետևանքների բերել, նույնիսկ կարող էր բաց կոտրված կառաջացնել Մակալիստերի մոտ ու դա վերագրեց վառը ու վերագրեց գլխավոր մրցավարը, որ սկզբում Տարկովսկին խաղացել է գնդակին, հետո հարվածել է ոտքին։ Այո, նման իրավիճակներում խախտում չեն դնում կամ ընդհանրապես կարմիր քարտ ցույց չեն տալիս, բայց եթե այդ իրավիճակը չի ունենում հնարավոր ծանր վնասվածքի ելքը, այսինքն եթե դու հնարավոր է ծանր վնասվածք հասցնես ֆուտբոլիստին, կապ չունի, որ դու առաջինը խաղացել ես գնդակին, այո, դու պետք է ստանաս կարմիր քարտ։ Հիմա եթե մարդիկ ինձ հիշեցնեն Դրիս Մերտենսի պահը 2019 թվականին, որ Վան Դեյկը պետք է հեռացվեր, այո, ընկերներ, Վիրջիլ Վան Դեյկը պետք է հեռացվեր խաղադաշտից, որովհետև այո, նա խաղաց գնդակին, բայց նրա հետագա քայլը բաց ոտքով հարվածներ Դրիս Մերտենսի կոչին ու դա հնարավոր էր լուրջ վնասվածք հասցնել ֆուտբոլիստին։ Այո, դա կարմիր քարտ էր, հուսամ պրծանք ձեզանից։ Բացի դրանից առաջին խաղակեսում դեղին ունենալով Բետու շրջադարձ հարվածով հարվածում է ոչ թե գնդակին, այլ բանին Կելհերի կրծքին
Իսկ երկրորդ խաղակեսում ես հետո արդեն հասկացա, որ Դոմինիկ Սոբոսլայի հետ պայքարում կար արդեն խախտում, դրա համար Դարվին Նունյես, Ջորդան Պիկֆորդ դրվագը ուշադրություն չէր դարձվել, բայց նախ չհասկացա ինչի համար Նունյեսը ստացավ դեղին քարտ այդ ընթացքում։ Բայց ես ի սկզբանե որ տեսա, թե Նունյեսին դեղին քարտ ու խախտում Էվերտոնի օգտին, երբ որ Պիկֆորդը հարվածեց Նունյեսին, մի խոսքով իմ այդ խայտարակ իրավիճակ էր։ Ես հիշում եմ Telegram-յան ալիքում էր գրեցի, որ ես այնքան զայրացած էի այդ խաղի ընթացքում, որ խաղից որպես այդպեսին ասելիք չկար, հասկանում եք, ուղղակի պետք էր sense դիտել ու ջղայնանալ մրցավարի կայացրած որոշումներից։ Ու դրանից հետո եկավ Ֆուլհեմ Լիվերպուլ հանդիպումը, որտեղ Լիվերպուլը պարտվեց 2-3 հաշվով։ Այստեղ ոչ մի խնդիր ես չեմ տեսնում Ֆուլհեմի հաղթանակի մեջ, Ֆուլհեմը հաղթեց ամբողջությամբ արժանիորեն, Ֆուլհեմը օգտվեց Լիվերպուլի պաշտպանության խայտառակ սխալներից առաջին կեսում հանդիպման հաշիվը դարձնելով 3-1, այո, Լիվերպուլը հաղթում էր 1-0 հաշվով Մակալիստերի խփած հիասքանչ գոլի շնորհիվ, բայց ամեն ինչ տարավ նրան, որ Լիվերպուլը արդյունքում պարտվեց 3-2, ոչ մի դինամիկա ես չտեսա այդ խաղի ընթացքում Լիվերպուլի կողմից, ոչ մի ցանկություն հաղթանակի հասնելու ես չտեսա Լիվերպուլի կողմից, փոփոխությունները ուշացած էին, փոփոխությունները սխալ էին Սլոտի կողմից, այնպես որ Ֆուլհեմի հետ հանդիպումը ընդհանուր առմամբ տապալված կարելի է համարել։ Մո Սալահը 2-3 հանդիպում է ոչինչ չի կարողանում անել, կարծում եմ ինչն է հոգնածությունն է իմ կարծիքով պատճառը առաջնային ընդհանուր կազմի մոտ, որովհետև Արնե Սլոտը ընդհանրապես այս մրցաշրջանում ռոտացիայի գրեթե չի գնում ու հատկանշական է, որ Արնե Սլոտը երբեք եթե չի լինում վնասվածք կամ չի լինում, չգիտեմ, ֆուտբոլիստի հեռացում առաջին խաղակեսում, երկրորդ խաղակեսի մեկնարկում փոփոխություններ չի կատարում, այսինքն որ թիմը դուրս էր եկել խաղադաշտից գնացել հանդերձարան, այդ թիմն էլ դուրս է գալիս երկրորդ խաղակեսի համար։ Հետո արդեն ընթացքային Սլոտը կատարում է որոշակի փոփոխություններ։ Ինչ կարելի է եզրակացնել, հա, ես այս տեսանյութը այդպես եմ ուզում սարքել, ինչ կարելի է եզրակացնել տվյալ հանդիպումներից։ Լիվերպուլը արդյոք կդառնա չեմպիոն։ Իմ կարծիքով այո։ Ու այս պարտությունը շատ շարքային էր, այս պարտությունը պետք է լիներ ու այս պարտությունը հուսամ դրական կազդի Լիվերպուլի վրա, նրանք ավելի սթափ կմոտենան մնացած հանդիպումներին։ Որովհետև եթե հիշում եք նույնիսկ այն 19-20 մրցաշրջանում, որտեղ Լիվերպուլը դարձավ չեմպիոն, այդ խաղում եւս նման խայտարակ վատ պերֆորմանս ունեցավ Լիվերպուլը, որտեղ Վոտֆորդը հաղթեց 3-0 հաշվով։ Այնտեղ Սարը դարձավ դուբլի հեղինակ ու եթե չեմ սխալվում Տրոյ Դինին։ Ինչի մասին է խոսում այս Լիվերպուլը։ Խոսում է այն մասին, որ եթե գալիք մրցաշրջանում Արնե Սլոտը չունեցավ բավարար ֆուտբոլիստներ, որպեսի կատարի ռոտացիա, որպեսի պահի ֆուտբոլիստներին մոտիվացված ու մրցակցություն մտցնի հանդերձարան, ապա Լիվերպուլը, եթե ոչ առաջին մրցաշրջանում, ինչը սենսացիա էր, որ նրանք չտապալվեցին, ապա երկրորդում կարող է ձախողվել շատ լուրջ կերպով։ Ու ասեմ ինչու։ Լիվերպուլը վերջին շրջանում սովորեցրել է, որ ինքը պայքարում է չեմպիոնության համար, ու Արնե Սլոտի այստեղ գալը մի փոքր այդ ճնշման հանգստություն էր բերում, որովհետև նոր մարզիչ ամբողջ մի հատ sense պատմական ժամանակաշրջանից հետո Յուրգեն Կլոպից հետո շատ դժվար է լինելու սովորեցնել ֆուտբոլիստներին իրեն ու բոլորը համարում էին, որ Լիվերպուլի այս մրցաշրջանը լինելու է անցողիկ, նրանք պատրաստվելու են գալիք մրցաշրջանից, բայց արի ուտես, որ Լիվերպուլը առաջին իսկ մրցաշրջանում շատ մոտ է չեմպիոնության, Լիվերպուլը օգոստոսից երևի մինչև հունվար խաղաց աշխարհի լավագույն ֆուտբոլը, լավագույն թիմն էր համարվում։ Ու այս ամենը կարող է խնդիր առաջացնել Սլոտի մոտ գալիք մրցաշրջանում, որովհետև եթե հիմա նայում եք կազմին, ապա շատ ֆուտբոլիստներ իրենց սպառել են։ Շատ ֆուտբոլիստներ իրենց սպառել են։ Ես չեմ քննադատում ոչ մեկի, ես միշտ ու ոչ միայն ես Լիվերպուլին միշտ ես տարբերել եմ այնպես, որ երկրպագուները այնտեղ չեն քննադատում ֆուտբոլիստներին։ Երկրպագուները ուղղակի փորձում են սկզբնական հատվածում հասկացնել, որ այո, դու շատ լավն ես, այո, դու հիասքանչ ես, բայց քո ժամանակը եկել է։ Իսկ սուր քննադատության շատ քիչ ֆուտբոլիստների եմ հիշում, որ արժանացել է։ Այդ ֆուտբոլիստներից է Ռոբերտսոնը։
Ամենայն հարգանքով այդ ֆուտբոլիստի նկատմամբ ֆանտաստիկ ցախ պաշտպան, ֆանտաստիկ։ Բայց նրա ժամանակը եկել է, ինքն իրեն սպառել է։ Ինքն իրեն սպառել է նաև Դիոգո Ժոտան։ Բայց Ժոտայի այդ հաճախակի վնասվածքները, այդ տոնուսից անընդհատ ընկնելը միշտ խնդիր էին առաջացնում Լիվերպուլի մոտ հարձակման գծում։ Դարվին Նունյեսը ամենայն հարգանքով տվյալ ֆուտբոլիստի նկատմամբ ես այսինքն ում թվում եմ, ես որպես մարդ, որը կրել է Լիվերպուլի մարզաշապիկը կամ կրում է Լիվերպուլի մարզաշապիկը, շատ եմ սիրում։ Բայց եթե պետք է լինել ռեալիստ, ուրեմն պետք է լինել ռեալիստ։ Լիվերպուլը ձախողվել էր Դարվին Նունյեսի ձեռք բերելու մտքով, որովհետև Դարվին Նունյեսը այն ֆուտբոլիստը չէ, համենայն դեպս Լիվերպուլի մակարդակի ֆուտբոլիստ չէ ու այն ինչ ակնկալում էին Նունյեսից արդյունքում չստացան։ Հիմա չգիտեմ դա ընդունում է Կլոպը, չի ընդունում Կլոպը, որովհետև միանգամից, ասենց մոտենում է ամառը ու նորություններում հայտնվում է, որ Լիվերպուլի սպորտային բաժինը կողմ էր, որպեսի նրանք ձեռք բերեն Ալեքսանդր Իսակին Ռեալ Սոսիեդադից, բայց Յուրգեն Կլոպը ու Պեպ Լինդերսը որ պնդում էին, որ պետք է բերել Դարվին Նունյեսին ու արդյունքում ղեկավարությունը հիմնվեց Կլոպի որոշումով, դժվար էր իհարկե չհիմնվելը, որովհետև այդքան բան է տվել Կլոպը ու ինչ էր ներկայացնում իրենից Կլոպը ու ձեռք բերեց Դարվին Նունյեսին ու նույն տրանսֆերային պատուանի ընթացքում Իսակը գնաց 70 միլիոնով Նյուքասլ։ Լիվերպուլին պետք են թարմացումներ, Լիվերպուլին պետք են նոր ֆուտբոլիստներ, պետք է նոր արյուն, որը կպայքարի հաղթանակների համար, պետք է բերել բալանսի, պետք է չեմպիոններին ամրացնել նորեկների հետ, պետք է անփորձներին միացնել փորձով ֆուտբոլիստների հետ։ Ամենայն հավանականությամբ Սալահն ու Վան Դեյկը կմնան, եթե Տրենտը գնում է նախաստված իր հետ, եթե Տրենտը գնում է առնվազն մեկ ֆուտբոլիստ պետք է աչքի եզրում, շատերը խոսում են Ֆրիմպոնգ, ես լինեի կվստահի Քոնոր Բրեդլին, ձախ եզրում պետքա Միլոշ Կերկես, պետքա, չգիտեմ, ուրիշ ֆուտբոլիստ, ինչ որ մեկին պետքա գտնել։ Կիսապաշտպանությունում ընդամենը 4 ֆուտբոլիստ ունի Լիվերպուլը, այնտեղ ունի Մակալիստեր, Սոբոսլայ, Ջոնս ու Գրավենբերգ, այդ 4-ն են, որ հիմնականում խաղում են։ Էնդոն մտնում է խաղադաշտ, երբ որ ուղղակի պետքա հանգցնել ամեն ինչ, ուղղակի պետքա սպանել ամեն ինչ ու հաղթանակի հասնել։ Հարվի Էլիոտը, ես ուղղակի ադամանդ այդ տղեն։ Ես չեմ հասկանում, թե ինչի ինքը բավարար խաղաժամանակ չի ստանում սլոտի մոտ, ինչը դուր չի եկել, երբ է նեղացրել իր մամային կամ պապային սլոտի Էլիոտը, որ ուղղակի չի ընդունում այդ ֆուտբոլիստին ու նաև նորություններ կան, որ սլոտը եւս պատրաստ է հրաժեշտ տալ Հարվի Էլիոտին, չեմ ների սլոտին դրա համար։ Հարվի Էլիոտը իմ սիրած ֆուտբոլիստն է ներկայիս կազմից Լիվերպուլում, ինչ հեռացել է Բոբի Ֆիրմինոն։ Ու ես ուղղակի չեմ ցանկանա Էլիոտին 21 տարեկանում տեսնել այլ մարզաշապիկով, որովհետև նա տաղանդ է, նա շատ բան կարող է տալ թիմին ու դեռ աճելու տեղ ունի։ Ու կիսապաշտպանությունում եւս շատ թույլ է ամեն ինչ։ Կիսապաշտպանությունում ծավալ տվող Սոբոսլայ, կրեատիվ Մակալիստեր, ամեն ինչ հասցնող Ռայան Գրավենբերգ։ Ու պլյուս այդ կրեատիվը ու բալանսը պահող Կուրտիս Ջոնս, որը դուրս է գալիս խաղադաշտ, մնում է Պայստային, այդ միակ ֆուտբոլիստն է, ում հետ ռոտացիայի անում Արնե Սլոտը։ Դա մյուս մրցաշրջանում բերելու է լուրջ խնդիրների։ Լիվերպուլը պետք է մտածի դրա մասին։ Իսկ այս երկու հանդիպումները որպես այդպեսին առաջինը հաղթանակ էր ու դա որպես այդպեսին պրինցիպի հարց էր եւ երկրորդը պարտություն էր, որը շարքային էր, չգիտեմ, շատ Արսենալի շատ երկրպագուներ միանգամից ակտիվացան, որ հեսա տեսեք ոնց է Լիվերպուլը բոթլ անելու իր չեմպիոնությունը, ինքը չի անելու չեմպիոնական պայքարը սկսված է, բայց արդյունքում այդքան խոսակցությունը բերեց նրան, որ ուղղակի Արսենալը 12 միավորից տարբերությունը հասցրեց 11-ի։ Չեմ հավատում, որ Լիվերպուլը տանուլ է տալու այս չեմպիոնությունը։ Ուղղակի չեմ հավատում, որովհետև խելքին մոտել չէ։ Հաշվի առնելով, թե օրինակ մոտակա 2-3 մրցակիցներն ովքեր են ընդե Վեսթ Հեմ, Լեսթեր, Տոտենհեմ։ Բան թիմեր, որոնց հետ կապված Լիվերպուլը խնդիրներ չի կարող ունենալ։ Ոչ թե չի կարող ունենալ, չպետք է ունենա։ Բայց խնդիրները կարող են առաջանալ մյուս մրցաշրջանից։ Ու դրան պետք է ուշադրություն դարձնի Սլոտը։ Այո, նշվում է, որ Լիվերպուլը ունենալու է շատ ակտիվ տրանսֆերային պատուհան ամռանը, բայց դրանք ուղղակի ասեկոսեներ են։ Իսկ թե ովքեր են հեռանալու, գրեթե պարզ է, ովքեր են գալու, ոչ մեկ չգիտի։
Շարունակելով Անգլիայի Պրեմիեր լիգայի թեման, խոսանք նաև Արսենալից եւ Մանչեսթեր Սիթիից։ Արսենալը, որը շարունակում է ընթանալ երկրորդ տեղով, Արսենալը, որ վերջին անգամ պարտություն է կրել Անգլիայի Պրեմիեր լիգայում փետրվար ամսին Վեսթ Հեմից 0-1 հաշվով, Արսենալը, որը ունեցավ իրականում բավականին լավ շարք ոչ միայն բանում Պրեմիեր լիգայում, այլև Չեմպիոնների լիգայում։ Չեմպիոնների լիգայում, ինչպես հիշում եք, հաղթեց 7-1 PSV-ին, դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ ես հիմա տեսանյութս նկարում եմ այսօր, վաղը Արսենալը խաղալու է Մադրիդի Ռեալի դեմ, ու դա իհարկե շատ հետաքրքիր է, ու ես ունենալու եմ ուղիղ եթեր լայվ խաղից հետո, այնպես որ կմիանաք, որպեսզի քննարկում ունենանք մենք հենց Instagram-յան իմեջում։ Արսենալը ունեցավ 3 հանդիպում, մեկը լոնդոնյան դերբին էր, Արսենալ-Չելսի, որը իրականում տխրեցրեց ինձ, Միկել Մերինոյի գոլը ու վերջ, էլ ոչ մի բան այդ խաղում տեղի չունեցավ։ Արսենալը հաղթեց նաև Ֆուլհեմին 2-1 հաշվով, ու Արսենալը վերջին տուրում ոչ ոքի խաղաց Էվերտոնի հետ 1-1։ Հիմա ինչա տեղի ունեցել խաղերի ընթացքում, ով ոնց ամեն ինչ նայել, ով ինչին ամեն ինչ նայել, հավատացեք, այդքան էլ կարևոր չի։ Մենակ կասեմ, որ Էվերտոնի հետ խաղում Արսենալի դարպասին նշանակված 11 մետրանոցը մեղմ ասած կասկածելի էր ու մեղմ ասած քննարկելի։ Ես չեմ ուզում ասել, որ 100%-ով չկար կամ 100%-ով կար այդ 11 մետրանոց այդ դրվագում, մեղմ ասած քննարկելի էր։ Արդյոք պետք է նշանակվեր 11 մետրանոց, թե ոչ։ Բայց կոնկրետ Էվերտոնի դեմ խաղը շատ ոնց ասեմ, շատ տխուր էր ու կրկին տխուր էր։ Ֆուլհեմի դեմ խաղում Արսենալը հաղթեց 2-1 հաշվով ու ընդհանուր առմամբ բավականին սենց լավ տպավորություններ պետք է ունենար Արսենալը։ Ինչու, որովհետև Ֆուլհեմի հետ խաղը նայեցի, Արսենալը շարժվող էր, Արսենալը հաղթում էր, Արսենալը չգիտեմ, դոմինանտ էր խաղի ընթացքում, վերադարձավ Բուկայոսական երկար դադարից հետո, գոլ խփեց Բուկայոսական ու պիտի որ ամեն ինչ լավ լինի Արսենալի մոտ, բայց արի ու տես, որ տվյալ խաղում, որտեղ Արսենալը հաղթեց 2-1, վնասվածք ստացան 2 ֆուտբոլիստ, երկուսն էլ պաշտպան, մեկը Յուրիեն Տիմբերը, մյուսը Գաբրիելը։ Եթե Յուրիեն Տիմբերի հետ կապված կա դրական շարժ ու ասում են, որ ինքը կխաղա Ռեալի դեմ, ապա Գաբրիելը այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գալու։ Ու տպավորություն է, որ վերջ, գիտեք, իմ մոտ, անձնապես իմ մոտ, կոնկրետ Չեմպիոնների լիգայում տպավորություն է, որ վերջ։ Ինչն էր լինելու Արսենալի հաղթաթուղթը Մադրիդի Ռեալի դեմ։ Հիմնականում։ Ու ինչից է ամենաթույլը եղել այս մրցաշրջանում Մադրիդի Ռեալը։ Կարող եմ հաշվել մինչև 3-ը, երկուսս էլ ասենք, կամ քանիսս որ կա նայող, ասենք։ 1, 2, 3 ստանդարտներ։ Իսկ ով էր ամենաուժեղը ստանդարտներին Արսենալի կազմում։ Գաբրիել Մագալայեշ։ Ու Արսենալը մոտենում է Մադրիդի Ռեալի դեմ կարևորագույն խաղին մի շարք վնասվածքներով, ահռելի քանակությամբ վնասվածքներով, չկա Տոմիասու պաշտպանությունում, չկա Գաբրիել, չկա Բեն Ուայթ, չկա կարող եմ մտքից էս թռավ Յակուբ Կիվիոր, փաստացի, չկա Կալաֆիորի, փաստացի Արսենալը դուրս է գալու իր ունեցած պաշտպաններով խաղադաշտ, չունենալով պայստայինների նստարանին ինչ որ մեկին, որ եթե ինչ փոխարինի, ու դա ոչ միայն առաջին խաղում, դա 2 խաղերում է։ Ու դա շատ լուրջ խնդիր է։ Արսենալի բախտը այս մրցաշրջանում չբերեց վնասվածքների առումով։ Այո, հիմա շատերն ասում են, որ Լիվերպուլը հաղթում է Պրեմիեր լիգան, որովհետև իր բախտը բերեց, որ իր թիմում վնասվածքներ չստացան։ Նրան մեկը ասում է լրիվ ուրիշ բան, մեկը նախ էսի Լիվերպուլի խնդիրը չի, ու մենք չենք խոսում Լիվերպուլից, եւ եթե խոսում ենք Արսենալից, այո, Արսենալի բախտը չբերեց։ Արսենալի բախտը չբերեց ու նաև մեղավոր կարելի է համարել բանին Արտետային, որը հաշվենկատ չէր այդ առումով։ Հարցակման գծում օքեյ։ Հավերցը տրավմա ու չկա, հետո Գաբի Ժեզուսը հազիվ դզվել էր
մի հատ կրկին կտրում է Խաչաձևները ու հաջողություն միջև մրցաշրջանի ավարտ։ Ամբողջությամբ հասկանալի է, բայց մնացածը մկանային խնդիրներ են ու որպես այդպիսին այտենց ծանրագույն բաներ չէին։ Ուղղակի Միկել Արտետան որոշակի դրվագներում չկարողացավ ճիշտ կառավարել պահը ու դրանից էլ առաջացան այս վնասվածքները։ Կալաֆիորի տրանսֆերը իմ համար ձախողում էր։ Ես իրան չէի ընդգրկել այդ լավագույն տասնյակում ի սկզբանե ու ես ասել էի, որ Կալաֆիորին Եվրոպայի առաջնությունում փայլեց, Բոլոնիայում փայլեց, բայց փաստ չի, որ Արսենալում կփայլի։ Մենք չգիտենք Կալաֆիորին փայլեց թե չէ, որովհետև մրցաշրջանի հիմնական մասը ինքը վնասվածք ուներ։ Ու Արսենալը եթե կարող է պայքարել Պրեմիեր լիգայում ու պայքարել լինելով դոմինանտ, արդյոք այդ դոմինանտ լինելը նման կորուստների ֆոնին կարող է կիրառելի համարվել Սանտիագո Բեռնաբեում, որտեղ չկա ոչ մի օրենք, որտեղ չկա ոչ մի թեորիա, ինչպես հաղթել Մադրիդի Ռեալին, որովհետև եթե Սանտիագո Բեռնաբեում հնչում է Չեմպիոնների լիգայի օրհներգը, դու պետք է ուղղակի ստեղծես 9 պահ, խփես 9 գոլ։ Ու նույնիսկ այդ իրավիճակում դու վստահ չես լինի, որ դու կանցնես հաջորդ փուլ։ Լուրջ։ Դու վստահ չես լինի, որ դու կանցնես հաջորդ փուլ։ Արսենալի մոտ երևի ամենապատասխանատու Միկել Արտետայի մոտ երևի ինչ ինքը դարձել է Արսենալի գլխավոր մարզիչը նախորդ մրցաշրջանի չեմպիոնական պայքարից զատ հավասարազոր պատասխանատվության առաջ է կանգնեց նաև հիմա, որովհետև թիմը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակում է, թիմը մրցում է խնդիրներով լի Մադրիդի Ռեալի հետ, Պրեմիեր լիգայում շատերի, հատկապես Արսենալի երկրպագուների հստակ մտքերի պայքարը շարունակվում է, այսինքն Արսենալը պետք է գնա չեմպիոնության համար պայքարին, ու եթե Արսենալը ձախողվի երկու տեղերում էլ 5-րդ անընդմեջ մրցաշրջանում Միկել Արտետան ոչինչ չի հաղթի։ Իսկ արդյոք դրանից հետո Արտետային կպահի Արսենալը։ Ես չգիտեմ։ Այն ժամանակ վստահ է, որ կմնա, որովհետև սպորտային տնօրենն Էդուն էր, ով բերեց Արտետային։ Հիմա սպորտային տնօրենը Էդուն չէ։ Вообще Էդուն չէ։ Ատլետիկո Մադրիդի այդ սպորտային տնօրենն ում անունը չեմ հիշի, բայց վստահ մի եղեք, որ ամբողջությամբ իրար հասկացել են կամ ամբողջությամբ իրար ճանաչում են, կամ ամբողջությամբ իրար կհասկանան Արտետան ու այդ մասնագետը։ Ու հիմա Միկել Արտետայի մոտ շատ պատասխանատու իրավիճակ է, որովհետև կամ պան, կամ պրապան։ Իսկ Պրեմիեր լիգայի վերջին հանդիպումներից ելնելով շատ լավն էր Արսենալը։ Բրավո։ Մանչեսթեր Սիթին եւս հիմա ուղղակի որ պայքարում է լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար, անցկացրեց մի շարք լավ հանդիպումներ, նախ Անգլիայի գավաթի կիսաեզրափակում հայտնվեց Մանչեսթեր Սիթին դուրս թողնելով Բորնմութին հետագա պայքարից, ու ես շատ տխուր եմ իրականում, որ Բորնմութը դուրս մնաց, որովհետև նախ կոնկրետ այս մրցաշրջանում իմ համակրանքը տվյալ թիմի հանդեպ մեծ էր, երկրորդն էլ շատ էի ուզում, որ այդ մրցաշարում մնային թիմեր, որոնք էապես ոչինչ չեն հաղթել կամ էապես մեծ բան չէին կարող հաղթել։ Ինչ եմ ուզում ասել, կիսաեզրափակիչ զույգերը կազմված են այսպիսին. Crystal Palace, Aston Villa, Nottingham Forest, Manchester City։ Ու պատկերացրեք, որ Nottingham Forest-ի, ներեցեք, Manchester City-ի փոխարեն եթե լիներ Bournemouth, ինչ հետաքրքիր կլիներ նեյտրալի երկրպագուի համար։ Ինչևէ, Man City-ն դուրս է գալիս Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ, դրանից հետո հաղթում է Leicester-ին 2-0 հաշվով, Grealish-ը 2001 թվականից ի վեր գոլ է խփում, ու Manchester-յան դերբի։ Manchester-յան դերբիի մասին ոչ մի տար ստեղ չեմ ասելու, արդ ինչ զզվելի ֆուտբոլ խաղացին, արդ ովքեր էին դրանք, դուրս էին եկել խաղադաշտ պրոստը 90 րոպե անցկացնելու համար, պրոստը Կևին Դե Բրույնին հաջողություն ասելու համար ու վերջ, ուրիշ ոչ մի բանի համար, ոչ մի ֆուտբոլիստ դուրս չէր եկել։ Հասկանում եք, էլիտար ֆուտբոլ խաղաց Կազեմիրոն այդքան թույլ Մանչեսթերյան դերբի էր 3։ Կազեմիրոն 10 անգամ խլել է գնդակ, ավելի շատ քան մեկ խաղի ընթացքում, ավելի շատ քան ինչ որ մի ֆուտբոլիստ ամբողջ մրցաշրջանում, բայց դա գալիս էր նրանից, որ Մանչեսթեր Սիթին կանգնած էր ֆուտբոլ խաղում, պրոստը կանգնած էր ֆուտբոլ խաղում։
Դրանից չէր օգտվում Manchester United-ը, որի գրողներն ավելի լավ են։ Ընդ մի հատ բան էր, Բրունո Ֆերնանդես էր ինքը իրան ճղում մեջտեղից, աչու ձախ գնդակները հասցնում, փորձում գրողի ուղարկել, բայց բանը ստացվում էր, որ Հոյլունդը 2 տարի է հանդես է գալիս Manchester United-ում, ինքը նիֆիգա չի հասկանում ինքը ինչ պետք է անի այս թիմում, որպես կենտրոնական հարձակվող ու вообще որպես ֆուտբոլիստ, ու կա Գառնաչոին, որ չծախեցին Նապոլի 70 միլիոնով ձմեռը, պահեցին, որ իրան փոխանցում կատարեն Տուգանային հրապարակ ոտքին, ինքը գլուխը իջացնի, որպեսզի գլխով հարվածի։ 0 էր Մանչեստերյան դերբին։ Երբևէ տեսածս վատագույն Մանչեստերյան դերբին էր։ Ու խոսել դրա մասին իհարկե չեմ ցանկանում։ Մանչեստեր Սիթի համար մրցաշրջանը կարող է ստացված լինել, եթե նրանք ոչ թե ստացված, այլ տոտալ ձախողումից փրկություն կարող է լինել, եթե նրանք մեկ գավաթ նվաճեն, ու այդ գավաթն է Անգլիայի գավաթը։ Բայց այնտեղ նա խաղալու է մի թիմի դեմ, որը հազար ներողություն այս մրցաշրջանում ոչնչով պակաս չէ Մանչեստեր Սիթիից։ Նոթինգհեմ Ֆորեսթը փայլուն մրցաշրջան է անցկացնում։ Նոթինգհեմ Ֆորեսթը շարունակում է մնալ երրորդ հորիզոնականում ու լուրջ հայտ է ներկայացնում Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար։ Շատ լուրջ հայտ է ներկայացնում Նոթինգհեմ Ֆորեսթը։ Իսկ Մանչեստեր Սիթին ուղղակի ձգելով, բրթելով, եթե նայել եք տաչկի մուլտիկը, ընդ որ վերջում, հա, Մոլնիա Մակվինը գնում է այն Քինգին օգնում, որ բրթելով տանում է միջև եզրակից, էդի Մանչեստեր Սիթին է, այդ կապույտ գույնը, որպեսզի հասկանաք։ Ու вообще փաստ չի, ես նայում եմ մրցաշարային աղյուսակը, հենց հիմա вообще փաստ չի, որ Մանչեստեր Սիթին կհայտնվի Չեմպիոնների լիգայի մյուս մրցաշրջանում։ Իսկ նման իրավիճակում բերել ֆուտբոլիստներին թիմ լինելու է շատ ավելի բարդ, քան նախկինում։ Բա ասում են, որ Մանչեստեր Սիթիում լինելու են լուրջ փոփոխություններ, շատ լուրջ։ Շատ ֆուտբոլիստներ գնալու են, տարիքային շատ մեծ փոփոխություն է լինելու այնտեղ։ Բայց ումա բերելու, դա է շատ հետաքրքիր։ Ով է լինելու այդ փորձության ենթարկվող ֆուտբոլիստը կամ ֆուտբոլիստները, որոնք գալու են ու սկսեն հղկվել Պեպ Գվարդիոլայի կողմից, որը չես կարող ասել, արդյոք իր վերջին մրցաշրջանն է անցկացնում Մանչեստեր Սիթիում, թե ոչ։ Շատ տխուր է հիմա իրականում Մանչեստեր Սիթիի մոտ, ոչ թե այն առումով, որ շատ վատ է ամեն ինչ, չէ։ Սա մրցաշրջան է, որը ունեցան բոլորը, հա, Լիվերպուլը նման մրցաշրջան 2 անգամ ունեցավ։ Բայց այն է, որ Մանչեստեր Սիթին այնպես էր հղկվել, Պեպ Գվարդիոլան այնպես էր իդեալական sense կլորիկ կառուցել, ու ինչ արագ այդ կլորիկը քանդվեց, շատ արագ քանդվեց։ Բոլորը միանգամից, չգիտեմ, չեմ ուզում ասել ծերացան, բայց բոլորը sense այնքան միասին կշտացան, որ բերեցին այս ֆուտբոլային աղետը Գվարդիոլայի գլխին։ Հեռանում է նաև Կևին Դե Բրույնեն։ Կևին Դե Բրույնեն ընդհանրապես առանձին ծափահարություններ, ես չեմ տեսել Պրեմիեր լիգայում ավելի անթերի կիսապաշտպան, քան Դե Բրույնեն։ Ես Ստիվեն Ջերարդի մեծագույն երկրպագու եմ։ Ես կարծում եմ, որ Ստիվեն Ջերարդին պետք է երկրպագել ու կան ֆուտբոլիստներ ընդհանրապես, հա, կոնկրետ ես Պրեմիեր լիգային եմ քանզի շատ ուշադրություն դարձնում, բայց մտածեք, որ մյուս առաջնությունների մասին, որտեղ հաստատ կգտնեք նաև այնտեղ ֆուտբոլիստներ։ Կան ֆուտբոլիստներ, որոնց դու սիրում ես ոչ միայն նրա համար, որ իրանք խաղում են քո սիրելի թիմում, կամ ոչ միայն նրա համար, որ իրանք լավ ֆուտբոլիստներ են կամ ինչ-որ մի հատ բան են տալիս ֆուտբոլային առումով։ Կան ֆուտբոլիստներ, որոնց դու սիրում ես, որովհետև իրանց մեջ տեսնում ես ավելին, քան ուղղակի ֆուտբոլիստ։ Ու Ստիվեն Ջերարդը, ինչպես Ֆրենկ Լեմպարդը, ինչպես Ուեյն Ռունին, ինչպես շատ կթվեմ նման ֆուտբոլիստներ Պրեմիեր, ինչպես Թիերի Անդրին, դու սիրում ես այդ ֆուտբոլիստներին ոչ միայն նրա համար, որ դու փոքրուց նայում ես միջև մեծանալդ, գիտակցական կյանք մտնելը, թե ինչպես են նրանք փայլուն խաղում, այլ դու տեսնում ես նաև բաներ, որոնք դու չես կարող բացատրել այլ մարզասերների, ու դու ոնց որ սիրահարվում ես տվյալ ֆուտբոլիստին։ Կևին Դե Բրույնեն այդ ֆուտբոլիստներից մեկն էր իմ համար։ Ու Կևին Դե Բրույնեն ամենայն հարգանքով Լեմպարդ, Ջերարդ, Սքոլզ նրանք ֆանտաստիկ էին։ Ջերարդն ու Լեմպարդը вообще գոլահարների գոլահարն էին։ Բայց որպես կրեատիվ կիսապաշտպան, որպես playmaker Կևին Դե Բրույնեին մոտ չկա ոչ մեկ։ Ոչ մեկ։ Ու շատ ցավալի է տեսնել, որ այդ կլորիկի այդ ամենապինդ կտորը, որը միշտ եղել է Մանչեստեր Սիթիում, եւս շատ արագ քանդվում է։ Ու Կևին Դե Բրույնեի խաղը ամեն տուր դիտելից
Ինտելից դու ցավ ես առաջացնում քեզ մոտ։ Դու ցավ ես զգում, որովհետև Կևին Դե Բրույնեն հանգած հրաբուխ է։ Ոչինչ չի կարողանում անել, ոչ մի փոխանցում չի կարողանում կատարել։ Կասեցումները խայտարակ վատն են։ Ու եթե մնացած ֆուտբոլիստերին City դու նայում ու չխայնանում ես, որ իրանց պես դու նայում ես Կևին Դե Բրույնին ասում ես վայ Կև, բայց ինչի սենց եղավ, դու սենց չէ, դու չես կարող նույնիսկ այդ ժամանակ դու չես կարող ատես այդ ֆուտբոլիստին, չես կարող չխայնանաս այդ ֆուտբոլիստի վրա, որովհետև դու հասկանում ես թե ինչ մեծություն է Կևին Դե Բրույնը։ City-ին կորցնում է KDB-ին։ City-ին պետք է գտնի նոր Կևին Դե Բրույնը։ Կամ էլ եթե ոչ Կևին Դե Բրույնը, ապա գոնե նմանատիպ մի ֆուտբոլիստի, որը առաջ կտանի թիմին։ Treble-ի ժամանակ Հոլանդը չէր առաջատարը։ Treble-ի ժամանակ Դե Բրույնեն էր առաջատարը։ Այո, Հոլանդը խփեց հնարավոր բոլոր ռեկորդները։ Հոլանդը չէր առաջատարը։ Հոլանդին մատակարարում էին այդ գոլերը։ Եվ այդ մատակարարողը Կևին Դե Բրույնեն էր։ Պեպ Գվարդիոլայի առջև դրված է շատ լուրջ խնդիր, չափազանց լուրջ խնդիր, որովհետև եւս մեկ մրցաշրջան, որտեղ City-ն չպայքարեց չեմպիոնության համար, արդեն լուրջ խնդիրներ կբերեն։ Առաջարկում եմ գնանք Իսպանիա, Իսպանիայից հետո նոր արդեն կգնանք Իտալիա, այդքանով կփակենք ամեն ինչ։ Բունդեսլիգայի մասին շատ բան չեմ ուզում խոսամ, որովհետև Բունդեսլիգայի հիմնական մասնակիցը դա Մյունխենի Բավարիան է, Մյունխենի Բավարիայի մասին խոսալու եմ, եւ անդրադառնամ Ինտերին։ Իսպանիա, Բարսելոնա։ Բարսելոնան իրականում շատ տպավորիչ հանդիպումների շարք է անցկացնում ու պետք է փաստել, որ 2025 թվականին Հանս Դիտեր Ֆլիկի թիմը ուղղակի շքեղ է իր ցուցադրած ֆուտբոլով։ Ես առաջին մրցաշրջանով իհարկե չէի պատկերացնում, ես գիտեի, որ Հանս Դիտեր Ֆլիկը գալու է, բաներա փոխվելու ու առնվազն չեմպիոնության համար Իսպանիային պայքարելու է Բարսելոնան, բայց որ նման հիասքանչ ֆուտբոլ է խաղալու Հանս Դիտեր Ֆլիկի Բարսելոնան նման երիտասարդ ֆուտբոլիստներով, ես իհարկե հավատացեք չէի պատկերացնում ու միայն դրա համար կարելի է ծափահարել թե Ֆլիկին, թե ֆուտբոլիստներին, թե ընդհանուր, ասենց ասեմ, միմյանց հասկանալու այդ process-ը, միմյանց սովորելու այդ process-ը։ Բարսելոնան անցկացրեց 2 հանդիպում, հա, այս ամենը ուզում ասեմ, միջև իմ նախորդ տեսանյութի հրապարակելը։ Բարսելոնան անցկացրեց 2 հանդիպում, որից մեկում հաղթեց, խոսքը գնում է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի մասին, եւ երկրորդը Իսպանիայի առաջնությունում, որտեղ ոչ ոքի է խաղում Բետիսի հետ։ Ընդհանրապես այս նախորդ ուիկենդը շատ արտասովոր էր ու սա, չգիտեմ, միայն իմ մոտ է թե չէ, բայց նաեւ ձեզ եմ հարցնում այս առումով, արդյոք դուք նման բան հիշում եք թե չէ, յուրաքանչյուր մրցաշրջանում կա տուր, որտեղ առաջատարները քաք մեջ են անում սախ։ Այսինքն բոլորը սայթակում են, պարտվում են, ոչ ոքի են խաղում։ Ուշադիր նայեք, հիշեք այս անցած տուրը։ Ռեալը չհաղթեց, Բարսան չհաղթեց, Ռեալը պարտվեց, Բարսան ոչ ոքի խաղաց, Արսենալը ոչ ոքի խաղաց, City-ն չհաղթեց, բայց որպես գլոբալ ենք հաշվում City-ն այս մրցաշրջանում top, Լիվերպուլը պարտվեց, Ինտերը ոչ ոքի խաղաց, բոլորը սայթակում են։ Բարսելոնան նախ հաղթում է Մադրիդի Ատլետիկոին, իմ կանխատեսումը չաշխատեց, ես նշում էի, որ Մադրիդի Ատլետիկոն է հայտնվելու Իսպանիայի գավաթի եզրափակչում ու նաև նշում եմ, որ Իսպանիայի առաջնությունը հաղթելու է Ատլետիկո Մադրիդը, բայց ես ոչ չթվա, որ արդարանում եմ, բայց ես այդ ամենը խիզախորեն ասել եմ այն ժամանակ, երբ Մադրիդի Ատլետիկոն իրոք հիասքանչ ֆուտբոլ էր խաղում ու ինձ այդ բոլորը համաձայն էին այդ ժամանակ։ Վահ, այդ մեր ադմինների չաթում, երբ որ մենք մենք այն ժամանակվա Ատլետիկոին ասում էի, եղբայր, Ատլետիկոն է դառնալու չեմպիոն, որովհետև իրանք այնքան վստահ ֆուտբոլ էին խաղում, ես երբեք Դիեգո Սիմեոնեի թիմը նման հարձակողական ոճի մեջ չէի տեսել, ու որ ասում էի, եղբայր, այս Ատլետիկոն իրոք լուրջ խնդիր է, բայց հետո Ատլետիկոն նահանջեց, Սիմեոնական ֆուտբոլը վերադարձավ այդ վախկոտ դե պաշտպանությունից հիմնվելով, 1 գոլ ու գնացինք ավտոբուս, այդ ամեն ինչը վերադարձավ, ես մի փոքր հիասթափվեցի, հետո շատ հիասթափվեցի ու արդյունքն այն էր, որ Ատլետիկոն փորձեց Վագը շատ ճիշտ միտք ասում, ինքը փորձեց պայքարել բոլոր ֆրոնտերում, երբ նկատեց, որ իր մոտ ամեն ինչ ստացվում է, արդյունքում այդ պրագմատիզմը վերադարձավ ու հոպ, Ատլետիկոն հիմա երևի, չգիտեմ, շատ ծանր իրավիճակում է գտնվում հոգեբանորեն, որովհետև եթե միջև հունվար կամ միջև փետրվարի վերջ դու պայքարում ես ամեն ինչի համար, մարտ ամսին ամեն ինչ փչվում է։ Իհարկե նման բան տանելը շատ ծանր է։ Ու Ատլետիկոն այդպիսինն էր։
Ատլետիկոն այդպիսինն էր ու Ատլետիկոն պարտվեց Բարսելոնային նաև գավաթի խաղարկությունում լինելով այդպիսին, այսինքն Բարսան խփեց գոլ, Բարսան անցավ առաջ, Ֆերրան Տորեսը դարձավ գոլի հեղինակ, բայց Ատլետիկոն ի պատասխան ոչինչ չկարողացավ առաջարկել։ Այո, երկրորդ խաղակեսում մտավ Բարսայի դահիճը, Սորլոտը գոլը խփեց, խաղից դուրս վիճակ, բայց խաղի ընթացքում դիպուկ չէր կատարել Ատլետիկոն։ Իսկ այդպես գավաթի եզրափակիչ դուրս չեն գալիս, հարգելի Դիեգո Սիմեոնե։ Ու այդ ֆոնին Բարսան խաղում է ֆանտաստիկ։ Ես կրկին չեմ պատրաստվում ինչպես մնացած թիմերի, այնպես էլ Բարսելոնայի ու Ռեալի ու մնացածի վերաբերյալ խաղերից չեմ խոսելու, այլ խոսելու եմ այն իրողությունից ու այն զգացածից, ինչը ես տեսել եմ ու ինչը ես վերապրել եմ տվյալ հանդիպումներից։ Ընկերներ, երբ որ ես իմ Telegram-յան ալիքում իդե բլինկը թողնում եմ տեսանյութի տակ, կգրանցվեք։ Ես այնտեղ գրեցի, որ ես երբ նայում եմ Լամին Յամալին, ինձ մոտ Լիոնել Մեսի ֆլեշբեքեր են։ Ու շատերը, գրեթե բոլորը ինձ գրեցին, որ ապրես, բայց Մեսի չէ, բայց ավելի շատ Նեյմար։ Յամալն ավելի շատ Նեյմար է, քան Յամալը Մեսի է։ Բայց ես ասացի, որ Լամին Յամալը այն ֆուտբոլասերների համար է, որոնք չեն հասցրել տեսնեն Մեսին։ Ինչպես եւ Հոլանդը, այնպիսի ֆուտբոլիստ է մոտավոր գոլ խփելու առումով, ինչը մենք չենք տեսել Ռոնալդոյի, բայց նրանք տարբեր են։ Ոչ թե մարդիկ չեն տեսել Ռոնալդոյին, որովհետեւ ես իմ երբ խաղացել Ռոնալդոն, ոչ, որովհետեւ մենք Ռոնալդոյին չտեսանք այդ պիկի մեջ։ Իսկ դա ինչը կաներ Ռոնալդոն, արեց անում է 2-3 մրցաշրջանը արդեն Հոլանդը։ Ու նույնը Յամալը։ Բայց դե մի քիչ ուրիշ է։ Մեսին շատերը տեսել են։ Նայեք ասում եմ։ Նախ ինչու է Բարսան վերադարձել իմ կարծիքով։ Ես այդ երկու տարբերակի չունեմ ու այդ ես այդ երկուսն էլ կապում եմ Լիոնել Մեսիի հետ։ Ընկերներ, վերջին անգամ Բարսայի տնային ստադիոնում, լինի դա Camp Nou, լինի դա Montjuïc, էական տարբերություն չկա։ Վերջին անգամ լսել եմ, որ ամբողջ ստադիոնը վանկարկի մեկ ֆուտբոլիստի անուն, դա Լիոնել Մեսիի ժամանակ էր, Լիոնել Մեսի անուն ազգանունը։ Հետո ես չեմ հիշում նման բան։ Իրոք, կարող է ես Բարսայի խաղերը բոլորը չեմ դիտել, բայց ես չեմ հիշում նման բան։ Մեսիից հետո։ Իսկ հիմա գրեթե յուրաքանչյուր տնային խաղի մենք լսում ենք Պեդրի, որ անցկացնում է փառահեղ մրցաշրջան, փառահեղ։ Ու պլյուս Լամին Յամալը։ Ես վերջին անգամ սպասել եմ կախարդանքի յուրաքանչյուր խաղում, երբ միացնում էի հեռուստացույցը ու սպասում էի Բարսելոնայի խաղին Լիոնել Մեսիով։ Ես գրեթե վստահ եմ, ներողություն, ես գրեթե վստահ եմ, որ ես ամեն խաղին ինչ-որ մի հատ նոր բան եմ տեսնելու։ Ինչից ես ոգեշնչվելու եմ, ինչից ես ոգևորվելու եմ, ինչը ինձ sense պատերով ատալու, որ ես գնամ պատմեմ տղերքին դուրս, ես փորձեմ դուրսը կրկնեմ այդ ամեն ինչը, դա Լիոնել Մեսին էր։ Հաջողվում միայն։ Ու միայն Մեսիի մոտ էր ստացվում ամեն խաղում, նոր խաղում զարմացնել։ Լուրջ։ Իսկ հիմա հարց ձեզ ընկերներ։ Արդյոք դա այդպես չէ ու այդ նույն զգացումները դուք չեք ապրում, երբ տեսնում եք Լամին Յամալի խաղը, կամ երբ սպասում եք Բարսայի խաղին։ Արդյոք չի ստեղծվում հիմա ձեր մոտ այդ հին ֆլեշբեքային զգացմունքը, որ հեսա Բարսայի խաղն է, հեսա Յամալը հեսա մի հատ այնպես բան անելու բերաներս բաց մնա։ Իմ մոտ տենց է։ Ու ես շնորհակալ եմ, որ կարող եմ տեսնել Մեսիի շարունակությունը։ Պատմության շարունակությունը։ Ու դա շատ հետաքրքիր է ընդհանրապես Բարսելոնայում, որ թագաժառանգները միշտ գալիս են։ Իրոք։ Ու իսկ Բարսելոնան, այս Բարսելոնան ճիշտ է շատ վաղ է խոսել դրա մասին, որովհետև մենք չգիտենք գալիք մրցաշրջանում, հենց մեկը գալիք մրցաշրջանում ինչ է լինելու, ու մնաց 3-4 տարի հետո։ Բայց ժամանակը փոխվեց, այդ կրուգ զամկնուլսյա ու Բարսան ունի այն նույն ֆուտբոլիստներին, որոնք ուներ Պեպ Գվարդիոլայի ժամանակ, ու որի ընթացքում հաղթեցին նրանք հնարավոր բոլորը։ Լուրջ։ Պեդրին Ինիեստան է, Յամալը Մեսին է, Ռաֆինյան Էտոն է։ Լուրջ։ Մտ ուշադիր նայեք, տղեկ, մտ լուրջ, մտ դրեք երկու կազմեր իրար կողք ու խաղերը նայեք, ֆուտբոլով մարտավարորեն, շատ տարբեր թիմեր են։
Բայց մի հատ դուք դրեք անհատապես համեմատեք։ Լամին Յամալը դա Մեսսին է։ Մեսսին, որը յուրաքանչյուր խաղում ստիպում էր չաններս թուլանար։ Այսպես նայր։ Հիմա նույնը անում է Յամալը։ Ես երբեք միջև Մեսսից հետո չեմ տեսել ֆուտբոլիստի, որը նման կերպ ծաղրանքի կենթարկի, լավ իմաստով, ծաղրանքի կենթարկի ֆուտբոլիստին, ինչպես ենթարկում է Յամալը։ Չեմ տեսել Մեսսից հետո։ Վերջինը 2022-ն էր աշխարհի առաջնությունում, ունդեղ էլ Մեսսին հետի չէր անում։ Մեսսին 30+ Մեսսին լրիվ ուրիշ ֆուտբոլիստ է, լրիվ ուրիշ բաների մասին է։ Միջև 30 Մեսսին, այս է, Լամին Յամալն է։ Բարսան ֆանտաստիկ է։ Բարսան գավաթի եզրափակում է, Բարսան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակում է, Բարսան պայքարում է չեմպիոնության համար, Թրեբլը սարերի ետևում չէ։ Բայց այստեղ արդեն պետք է առաջ քայլ դնի փորձը ու վստահությունը, որովհետև մինչև այս պահը Բարսելոնան հաղթել է վարպետության հաշվին ու մարշի բացարձակ հանճար լինելու հաշվին։ Հիմա հերթը եկել է ֆուտբոլիստների այդ ոնց են ասում ինքնա դժվար է այդ բառը ասել ինքնահաստատման, բայց լավ իմաստով հասկացեք, ֆուտբոլիստերի ինքնահաստատման պահն է եկել, որտեղ ավելի բարդ է լինելու ու դա է լինելու որոշիչ։ Թագավորական գավաթի եզրափակում Մադրիդի Ռեալ, Չեմպիոնների լիգայում Բորուսիա, Իսպանիա առաջնությունում Ռեալ ու Ատլետիկո, հիմնականում Ռեալ, որտեղ կա դեռ Էլ Կլասիկո։ Բարսային սպասվում են դժվար ժամանակներ, բայց եթե նայում ենք այն ֆուտբոլը, որը խաղում է Բարսելոնան, ավելի դժվար ժամանակներ սպասվում են այդ ընթացքում իր մրցակիցներին։ Խոսենք նաև Մադրիդի Ռեալից, որտեղ շատ լավ բաներ ես իհարկե չեմ պատրաստվում ասել, թող ինձ ներեն Մադրիդի Ռեալի երկրպագուները, բայց հազար ներողություն ընկերներ, Մադրիդի Ռեալը լավը չի։ Մադրիդի Ռեալը շատ վատն է։ Մադրիդի Ռեալի մոտ կա բալանսի խնդիր։ Մադրիդի Ռեալի մոտ վարձ զգացում է, որ մարզիչը հոգնել է ֆուտբոլիստներից, ֆուտբոլիստները հոգնել են մարզչից, մարզիչը արդեն չունի նոր մտահղացումներ, մարզչին պետք է ազգային հավաքական, որտեղ ինքը ավելի քիչ կաշխատի ամենօրյա ծանրաբեռնվածությամբ, այնտեղ որտեղ ինքը կնայի, որոնք են լավագույնը բերեց ու պատրաստվել եւ երկու կարևոր մրցաշարի Կոպա Ամերիկա ու աշխարհի առաջնություն։ Իհարկե խոսքը գնում է Բրազիլիայի հավաքականի մասին, որին կապում են մշտապես Կարլո Անչելոտիի հետ։ Մադրիդի Ռեալը հայտնվեց իսպանական թագավորական գավաթի եզրափակում։ 4-4 ավարտվեց Ռեալ Սոսիեդադի հետ հանդիպումը, որտեղ լրացուցիչ ժամանակում, եթե չեմ սխալվում, գոլի եղինակ դարձավ Ռյուդիգերը, այո, 115-րդ րոպեին։ Գոլի եղինակ դարձավ Ռյուդիգերը։ Ու Ռեալը դուրս եկավ գավաթի եզրափակիչ։ Այո, արդյունքը միշտ առաջնային է։ Միշտ առաջնային է արդյունքը յուրաֆուտբոլում։ Ու կապ չունի թե դու ինչպիսի ֆուտբոլ ես խաղում։ Եթե դու վերջում դուրս ես գալիս խաղադաշտից հաղթանակած, սաղ թքած ունեն թե դու ոնց ես խաղացել։ 2 օր հետո սաղ մոռանալու ոնց ես դու խաղացել։ Սաղ նայելու են լուսատախտակի վրայի հաշիվ։ Ու Մադրիդի Ռեալը այս մրցաշրջանում, կոնկրետ վերջին հանդիպումներում ու մրցաշրջանի շատ հատվածում ցույց է տվել դա։ Խաղալով վատ ֆուտբոլ իրանք հասել են արդյունքի ու ոչ մեկ ուշադրություն չի դարձրել, որ իրանք խաղում են վատ ֆուտբոլ։ Բացի Ռեալի այն լավ երկրպագուներից, որոնց միայն արդյունքը չի կարևոր։ Ոնց հասնել արդյունքին եւս կարևոր է։ Ու եկավ Վալենսիայի հետ հանդիպումը։ Տնային հանդիպում, որտեղ անձամբ ես եւս սպասում էի ջախջախի հաղթանակի Մադրիդի Ռեալի կողմից, որովհետև Մադրիդի Ռեալի հարձակման գիծը ներուժով հավասարը չունի աշխարհում, թող ինձների Լիվերպուլը, թող ինձների Սիթին, թող ինձների PSG-ն, այնտեղ Բարսան, նույնիսկ Բարսան, Մադրիդի Ռեալի հարձակման ներուժը չունի ոչ մի թիմ աշխարհում, մոտ էլ չէ ոչ մի թիմ աշխարհում։ Ռոդրիգո, Բելինգեմ, Վինիսիուս, Մբապե, հնարավոր չէ մոտենալ այս 4-ին։ Բայց ախր ֆուտբոլը հիմա նենց մի ժամանակաշրջան է ապրում ընկերներ, որ ունենալ անհատներ, մեծագույն անհատներ բավարար չէ։ Պետք է լինի համակարգ, պետք է լինի բալանս։ Մադրիդի Ռեալը տապալեց խաղը ամբողջությամբ։
ու Վալենսիան, որը գտնվում է 15-րդ հորիզոնականում, Վալենսիան, որը պայքարում էր բարձրագույն խմբում տեղը պահելու համար, համբերության շնորհիվ հաղթեց Ռեալին։ Ուղղակի համբերության շնորհիվ հաղթեց Մադրիդի Ռեալին։ Արդյոք սա Ռեալին դուրս է թողնում չեմպիոնական պայքարից։ Ոչ, вообще չէ։ Արդյոք սա ահազանգ է, որ Մադրիդի Ռեալը կարող է մնալ առանց գավաթ այս մրցաշրջանում։ Այո, շատ լուրջ ահազանգ, որովհետև բալանս չկա այնտեղ։ Ես ի սկզբանե, մրցաշրջանի սկզբում եմ ես դա ասել։ Երբ որ Կիլիան Մբապեն եկավ, ես ասեցի, չէ՞։ Ես պատրաստ եմ ապացույցներով ցույց տալ բոլորին։ Ես ասում եմ Կիլիան Մբապեի գալը օգուտ չի, որովհետև դա բալանսի խախտում է։ Ես չեմ ասում, որ իմա մեղավոր է Մբապեն, ոչ, Վինիսիուսը ավելի մեղավոր է։ Վինիսիուսը այն, որ ոսկեգնդակը իրան չտվեցին, ինքը դրանից հետո ասեց, ես 10 մրցաշրջան տենց եմ խաղալու ու ապացուցելու եմ, որ ոսկեգնդակ խաղում է իր կարիերայի վատագույն մրցաշրջանը։ Դիսբալանս Մադրիդի Ռեալում։ Ինչ ամենալուրջ խնդիրն է։ Խնդիր է նաև մարզիչ ֆուտբոլիստներ փոխհարաբերություններ։ Ես չեմ ասում, որ հանդերձանում կա խնդիր։ Ուղղակի ֆուտբոլիստները, ինչպես նշեցի, հոգնել են մարզիչից, մարզիչն էլ հոգնել է ֆուտբոլիստներից։ Իսկ այդ մթնոլորտում, որքան էլ մարդիկ իրար ժպտան, արդյունքի չես հասնի։ Այդքան էլ Իսպանիայի մասին, մեկի համար լավ, մեկի համար վատ։ Դե իսկ վերջում Իտալիա, որտեղ շարունակում են ինձ համար հետաքրքիր իրադարձություններ զարգանալ, որովհետև հավատացեք այնտեղ եւս չեմպիոնության համար պայքարը շարունակում է լինել արդիական։ Գլխավոր դերակատարները իմ այս տեսանյութի լինելու են Ինտերը ու Յուվեն։ Ինտերը, նախ շատ արագ Ինտերի մասին, որովհետև Ինտերը նախ իր ընթացքը ասերիայում ֆանտաստիկ է։ Վեսա փորձեմ հասկանալ վերջին անգամ երբ Ինտերը պարտվել է Յուվենտուսին փետրվարի 16-ին։ Բա, այդպիսի բաներ։ Դրանից հետո Ինտերը պարտություն չի կրել վերջին խաղում 2-2 Պարմայի հետ, երբ հաղթում էր 2-0 հաշվով, Մխիթարյանը այդ խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ ու Մխիթարյանը ես վերջին 3-4 հանդիպումներում դիտել եմ, հատկապես Միլանյան դերբին Կոպա Իտալիայի, որ Մխիթարյանի կարիքը Ինտերում շատ մեծ է։ Ու Մխիթարյանը բերում է հենց այդ բալանսը, որը ես ասում եմ Մադրիդի Ռեալի մասին։ Մխիթարյանն է այդ բալանս բերողը։ Շարժունակ, կեղտոտ գործանող, եզրերում ակտիվություն բերող, քանակական առավելություն տվող Մխիթարյանը ադամանդ է Սիմոնե Ինզագի համար։ Եթե ես մտածում եմ, որ Մխիթարյանը կարող է մյուս մրցաշրջանից էլ հանդես չգա Ինտերում, ես հիմա շատ լուրջ կասկածներ ունեմ ինքս իմ ասացի վերաբերյալ։ Այո, գուցե մյուս մրցաշրջանից Հենոն չլինի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ, շատ հավանական է, բայց այն, որ Հենոն լինելու է ու օգնելու է Ինտերին, դա եւս հիմա արդեն մի 90%-ով վստահ եմ։ Ինտերը խաղում է 2-2 Պարմայի հետ, տանուլ է տալիս, կարծում եմ Սիմոնե Ինզագին այնտեղ գժվել էր, բայց դա շարքային հանդիպում է, պրոստը այդ շարքային հանդիպումը կարող է թանկ արժանալ Ինտերի համար, որովհետև Նապոլին դեռ իր հանդիպումը չի անցկացրել, անցկացնելու է այսօր Բոլոնիայի հետ, ինչը եւս գերետաքրքիր հանդիպում է, որովհետև Նապոլին երկրորդ տեղում է, Բոլոնիան 4-րդ տեղում է, երկուսն էլ պայքարում են ինչ-որ մի թույն բանի համար, Բոլոնիան որ էլի հայտնվի Չեմպիոնների լիգայում, իդեպ Բոլոնիայի գլխավոր մարշին եմ ուզում նշել ձեզ հիասքանչ աշխատանք կատարող Վինչենցո Իտալիանո, հիասքանչ աշխատանք կատարող գլխավոր մարզիչը Վինչենցո Իտալիանոն, որը Տիագո Մոտայի հեռանալուց հետո գլխավորեց Բոլոնիան ու խնդրեմ ընկերներ, ով ունի աշխատանք, իսկ ով ոչ։ Ինտերի հետ կապված երևի թե այսքանը Ինտերը Չեմպիոնների լիգայում, հա, ինչպես ես ասացի, խոսելու եմ, իմ կարծիքով Ինտերը ֆավորիտ է զուտ այն փաստի հիման վրա, որ առաջին խաղը Բավարիայում է, Մյունխենում է եւ երկրորդ, որ Ինտերը ավելի համակարգված թիմ է, ավելի պատրաստական է ու ունի քիչ վնասվածքներ։ Ամենալուրջ կորուստը երևի Ինտերի դա բաննա Դենզել Դումֆրիսի բացակայությունն է, որը միջև մրցաշրջանի ավարտ ոնց հասկացա էլ չի լինելու խաղադաշտում, բայց այնտեղ կա Մատեո Դարմիան, որը եթե ոչ նույն ծավալը տվող ֆուտբոլիստ է, բայց ավելի խելացի ֆուտբոլիստ է, ավելի փորձառու ֆուտբոլիստ է ու կարողանում է փակել ինչ-որ կերպ Դումֆրիսի դիրքը։ Իսկ ինչու եմ ես համարում ֆավորիտ, շեշտելով վնասվածքները, Բավարիայում շատ աղետալի իրավիճակ է։ Մյունխենի Բավարիայում չկա Նոյեր, Մյունխենի Բավարիայում չկա Իտո, չկա Ուպամեկանո, չկա թիմի կեսը
գալալ պաշտպանների, ինչպես Արսենալում, տենց է Բավարիայում չկան։ Այնտեղ վնասված ստացավ միջև մրցաշրջանի ավարտ մնաց Մուսիալան, մի այն ամենալուրջ կրեատիվը Քեյնից հետո։ Մի խոսքով թե ինչ է սպասում, չկա Կոմանը նաև, այսինքն եզրերը եւս սահմանափակ են։ Կա Սանե, Գնաբրի ու Օլիսե, խաղում է Սանեն ու Օլիսեն, Գնաբրին մահացած մի հատ իրավիճակում է ու Բավարիան շատ լուրջ ասենց ուլտիմատումի առաջա կանգնել, որ պետք է հաղթել, պետք է հասնել կիսաեզրափակիչ։ Տուխելը հասավ, չէ, կիսաեզրափակիչ Բավարիա, լինելով շատ վատը։ Հասավ, իսկ Վենսան Կոմպանին, որը գնում է չեմպիոնության, պետք է հասնի եւս, բայց Վենսան Կոմպանին ու այս Բավարիան համակարգված չեն։ Ամենալուրջ մասնագետները տվյալ ակումբում դա Մանու Նոյերն են ու Թոմաս Մյուլլերը։ Մանու Նոյերը վնասվածքի պատճառով չկա, Թոմաս Մյուլլերը արդեն ուղեղով երևի հոգեբանական իմը դժվար իրավիճակում, որովհետև 25 տարվա դադարից հետո Մյուլլերը եւս հեռանում է։ Ես կրկին ծափահարում եմ նաեւ Թոմաս Մյուլլերին, ամենաթերագնահատված ֆուտբոլիստը իմ կարծիքով 21-րդ դարի, ճիշտ է, ես 21-րդ դարն ամբողջությամբ չեմ տեսել, բայց հիմնական մասը տեսել եմ ու Թոմաս Մյուլլերը ամենաթերագնահատված ֆուտբոլիստն է երբևէ, ում ես տեսել եմ։ Նրա պես խելացի ֆուտբոլիստ աշխարհում շատ քիչ են։ Ինտերը ֆավորիտ է, Ինտերը կհասնի կիսաեզրափակիչ, իմ կարծիքով, իսկ մնացածի մասին չեմ ուզում ասել, որովհետև ես չգիտեմ Բարսան կանցնի թե Բորուսիան, թղթի վրա Բարսան։ Բարսա Ինտեր խաղը ընկերներ, вообще 80-20 չի, ոչ էլ 70-30, ընդ ամբողջությամբ 50-50-ը։ Դե իսկ վերջում Յուվե։ Ինչ եմ ուզում խոսել Յուվենտուսի մասին։ Ասել նրա ոչ ստաբիլ արդյունքները չեմ ուզում, ասել նրա ձախողված մրցաշրջանը չեմ ուզում, որովհետև դրա մասին չի այս տեսանյութը։ Ես ղեկավարության մասին եմ ուզում խոսել, հա, ինչպես գիտեք, Յուվենտուսը Ֆիորենտինայից կրած պարտությունից հետո որոշեց հեռացնել գլխավոր մարզչի պաշտոնից Տիագո Մոտային։ Տիագո Մոտայի մասին ես խոսել եմ մրցաշրջանի մեծ հատվածում, ոչ սկզբից, բայց մեծ հատվածում, նշելով, որ շատերը գովերքի խոսքեր են հնչեցնում, իդեմս Վահագի գովերքի խոսքեր են, ապրի Մոտան, տեսեք ոնց է վերափոխել Ալեգրիից հետո եւ այլն։ Համաձայն եմ արդյոք։ Փոխել է Յուվենտուսը, այո։ Համաձայն եմ։ Արդյոք նա արժանի այդ նույն գովքին։ Вообще համաձայն չեմ։ Ուղղակի նայեք, ինչն է խնդիրը։ Ու ինչ հաղթաթղթեր ունեին տվյալ մարդիկ, ինչ քարտեր ունեին տվյալ մարդիկ, երբ խոսում էին Տիագո Մոտայի հաջող լինելու մասին։ Երկար ժամանակ Յուվենտուսը չէր պարտվել ներքին առաջնությունում։ Բայց ոչ մեկ հաշվի չէր առնում, որ Յուվենտուսը չէր պարտվել, բայց միառժամանակ շատ չի էլ հաղթել։ 13-14 ոչ ոքի Յուվենտուսը անցկացրել էր Տիագո Մոտայի օրոք։ Ու ես մշտապես պնդում եմ, երբ որ ես մի քանի անգամ էլ նայեցի Յուվենտուսի հանդիպումները, ես մշտապես պնդում եմ, որ ընկերներ, ախր հա, սա Ալեգրիից լավ է, բայց սա լավ չի։ Ալեգրիի մոտ вообще սաղ կանգնած են 0 էր ընդ ֆուտբոլը, ստեկ 1 է դարել, հա, օքեյ։ Բայց սա այն չի, ինչը պետքա ցույց տա Յուվենտուսը։ Հասկանում եք։ Բայց շատերը կուրորեն հավատում էին Մոտային, շատերը ասում էին, բայց եկավ ժամանակահատված։ Նախ Յուվենտուսը դուրս մնաց Ֆեյենորդից։ Ֆեյենորդից։ Չէ։ PSV-ից դուրս մնաց Յուվենտուսը։ Չեմպիոնների լիգայում։ Հետո դուրս մնաց Էմպոլիից Իտալիայի գավաթում։ Հետո սկսվեցին պարտությունները Յուվենտուսի ներքին առաջնությունում։ Ու բանը հասավ նրան, որ Տիագո Մոտային որոշեցին հեռացնել։ Ու ես հրճված, չէ, ասենց ասում էին, տեսակ, ես ճիշտ էի։ Տիագո Մոտային պետք էր հեռացնել, պետքա գա մարզիչ, որը հաղթող է, պետքա հիմա գան հենց մարդ, որը պիտի արդյունք ցույց տա ու գոնե մի հատ գավաթ պիտի կրի, որտեվ բանա պետք, չէ, ասենց մի հատ շլչոկ է պետք, որ սկսես աշխատել նորմալ։ Այո, ու Տիագո Մոտային հեռացնում են, սա իմ մտածածով է գնում, որ ասենց Թույն Մոտային գնաց, հեսա մեկին կդնեն ժամանակավոր պատասխանատու, միջև գտնեն ճիշտ մասնագետի ու ճիշտ մասնագետը կսկսի աշխատել։ Գլխավոր մարզիչ նշանակվում է Իգոր Տուդորը, Լացիոյի գլխավոր մարզիչը, որը պայմանավորվում է, եթե չեմ սխալվում, 1+1 պայմանագրին, ինչը սովորեն Հայաստանում տալ։ Գուցե սխալվում, բայց կարճաժամկետ պայմանագիր է։ Լացիոն, որը լավ էր հանդես գալիս, ի դեպ, ու Լացիոն, որը Տուդորի գնալուց հետո այդքան էլ լավ հանդիպումներ չի անցկացնում։
Իսկ ինչ վիճակում է Լացիոն 6-րդ տեղում է, այո ինքը հաղթեց Ատալանտային, բայց նայեք, Ատալանտայից առաջ ոչ ոքի Տորինոյի հետ պարտություն, Բոլոնիայից 5-0 հաշվով, հետո Եվրոպա լիգայում ոչ ոքի Ուդինեզեի հետ, մի խոսքով, շատ վատ իրավիճակում էր։ Ու գալիս է Իգոր Տուդորը, որը էապես չի տարբերվում ոչինչով Տիագո Մոտայից։ Այո, դե մի քիչ ուրիշ ֆուտբոլ է, բայց բնավորությամբ, փորձով ու հաղթանակի ոչ թե քաղցով, այլ հաղթանակի հասած մարդու կերպարով լրիվ նույնն են։ Լրիվ նույնն են։ Ու իմոց sense ես որ իմացա որ Տուդորը դառնում է գլխավոր մարդ, որ ինչի համար հանեցիք Մոտային։ Որովհետև արդյունք չկար, որովհետև շատ մեծ փոփոխություն չկար, որովհետև էս ապրեք որ հանել եք։ Բայց դուք հանում եք Տիագո Մոտային ու բերում եք Տիագո Մոտային, Տուդորին։ Դիկտատոր, ես կարդացի այդ մարդու վերաբերյալ, ինքը ստաժերով կանցել Յուվենտուսում եղել է որպես օգնական Պիրլոյի ժամանակ, ընդ ուրիշ թիմեր ա մարզել, ընդ խրեն знает Սիենա ա մարզել, ինչ ա մարզել, որպես ֆուտբոլիստ ամենահաջողներից չի եղել, բերում են Իգոր Տուդոր ու ինչ։ Առաջին խաղում հաղթում է, դա շատ լավ է։ Առաջին խաղում հաղթում է Յուվենտուսը Տուդորի գլխավորությամբ ու դա շատ լավ է գլխավոր մարզչի համար, որովհետև պետք է ներկայացնել ինքն իրեն ու եթե ներկայացնում ես, խնդրում եմ միայն հաղթանակով։ Վատ հաղթանակ տարավ, այո։ Հետո եկավ Ռոմայի խաղը, ես երեք դիտեցի Ռոմայի խաղը։ Իմոտ լուրջ, ես որ ցույց չտային տեխնիկա գագոնտին, ես ու ինտերնետին չհետևի, ես միջև մտածում էի, որ գլխավոր մարզիչը Տիագո Մոտան է։ Լուրջ Տիագո Մոտան է, Տուդորը չի, Տիագո Մոտան է։ Յուվենտուսի քաղաքականությունը ղեկավարման շարունակում է ինձ համար մնալ անհասկանալի։ Որովհետև նախ Յուվենտուսին հապճեպ պետք չէր գլխավոր մարզիչ։ Տիագո Մոտան իմ կարծիքով պետք է հեռանար, այո, բայց պետք է հեռանար մրցաշրջանի ավարտից հետո, երբ ամառ է ու արդեն ավելի པարզ կարող ես տեսնել տարբերակներ։ Տիագո Մոտան այն մարզիչն էր, որի ցանկությունների վրա Յուվենտուսի ղեկավարությունը կատարեց ներդրումներ, հրաժեշտ տվեց մի շարք ֆուտբոլիստների։ Բայց արի ու տես, որ դա ոչինչ է Յուվենտուսի համար, ու իրանք ասում են, դե կտանք էլի։ Ինչ խնդիր կա որ։ Հիմա Տուդորը եթե ոչինչ չկարողանա անել Յուվենտուսի հետ ու դուրս մնա Չեմպիոնների լիգայի գոտուց, այդպես նայում ներսնել չի, պիտի հեռացնեն Տուդորին, այդպես կարող են փոխել 5, 6, 7, 8 մարզիչ մեկ տարվա ընթացքում։ Արդյունք ախր չի տալու, որովհետև պետք է ժամանակ, այո, Տիագո Մոտային տրվեց ժամանակ, Տիագո Մոտային տրվեց ռեսուրս, Տիագո Մոտային տրվեց այն ինչ ինքը ցանկանում էր, Տիագո Մոտան ցախողվեց։ Իսկ ինչ է սպասվում Տուդորին։ Դա է ամենալուրջ հարցը, իմ կարծիքով։ Ինչ է սպասվում Իգոր Տուդորին։ Գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը։ Յուվեի երկրպագուներին շատ հետաքրքիր է, թե դուք ինչ կարծիք ունեք ձեր նորանշանակ գլխավոր մարզչի մասին, ու դուք ինչ կարծիք ունեք ձեր ղեկավարության կատարած որոշումների մասին, որովհետև ես այնտեղ շղթա չեմ նկատում տրամաբանական գործողությունների։ Կա տրամաբանական, անտրամաբանական, տրամաբանական, հետո 2 հատ անտրամաբանական, հետո 3 հատ անտրամաբանական, 8 հատ անտրամաբանական։ Չգիտեմ, իրոք չեմ հասկանում, շատ բարդ է։ Յուվենտուսի իր кейսը շատ բարդ է, որովհետև այնտեղ, չգիտես, մարզիչն է մեղավոր, ֆուտբոլիստներն են մեղավոր, ղեկավարությունն է մեղավոր։ Էդի լրիվ Մանչեսթեր Յունայթեդ իրավիճակը, պրոստը Մանչեսթեր Յունայթեդում այնքան խորացված է։ Ես նայեցի Սըր Ջիմ Ռեդկլիֆի հարցազրույցը նայեցի, այնտեղ ամեն ինչ այնքան խորացված է, որ հորս արել չգիտեմ ինչ մասնագետ պիտի բերեն, որ այդ անդունդից անի Մանչեսթեր Յունայթեդին, ինչ պիտի փոխեն, որպեսզի ամեն ինչ դզվի։ Ֆինանսական վատ վիճակում է Յունայթեդը։ Այնտեղ այդ Ռեդկլիֆն ասում էր, որ նոյեմբերով 24 թվականի պիտի քեշի պրծներ Յունայթեդի մոտ, բանկրոտին մոտ։ Մի հատ խայտարակ իրավիճակ են, որ այ աստված, ես ինչ դարձրեցիք այս ակումբից։ Ու հիմա Յուվենտուսն է այդ ճանապարհին։ Հասկանում եք։ Յուվեն այդ ճանապարհին է, որտեղ մեծագույններ են խաղացել։ Ու կրկին ղեկավարության պատճառով։ Հուսամ, որ այդ ճակատագիրը չի ստացվի։ Չի կրկնվի ավելի շատ։ Հուսամ, որ Յուվեն չի դառնա իտալական Մանչեսթեր Յունայթեդը, որովհետև
մեծագույն ակումբը Յուվենտուսը։ Այնտեղ խաղացել են մեծագույններ, այնտեղ խաղում են լավ ֆուտբոլիստներ։ Բայց ինչպես հասկանում ենք, մեր իրականությունում միայն ֆուտբոլիստներից ու մարզիչ կախված չէ։ Իգոր Տուդորին մաղթում եմ հաջողություն, որովհետև դա նրան պետք կգա։ Վստահ չեմ, որ նրան կտեսնեմ Յուվենտուսի գլխավոր մարզչի պաշտոնում սեպտեմբերին։ Այսօրվա համար այսքանը։ Եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, լայք, բաժանորդագրվիր իմ YouTube-յան էջին, հետևիր ինձ սոցիալական հարթակներում, հատկապես Telegram-ում, սպասվում են նորություններ։ Ես երևի թե կունենամ Instagram-յան էջ GM Sports անունով գալիք շաբաթվանից, որտեղ թազա կոնտենտ եմ post-ելու, կգնաք այնտեղ նաև ու ինձ կաջակցեք նաև Instagram-ում, որով եթե ձեզ դուր գա իհարկե, որովհետև ես խոսում եմ ֆուտբոլից, խոսում եմ մի բանից, ինչը շատերիս կարող է միավորել։ Ձեզ հետ Գևորգն է, կհանդիպենք արդեն Չեմպիոնների լիգայից հետո։ Հաջողություն։